Բայց այս դաժան տեսարաններից ու հիշողությունից հետո մի կարևոր բան էլ հիշեցնեմ Մետաքսեին, մենք շատ կարևոր ընդգծում մոռացանք։ Հարգելիներս, Արցախի պատերազմից հետո, երբ Արցախի մի կտորը մնացել էր դեռ նոյեմբերի 9-ի ակտով պայմանավորված, Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ զորքը ցրեց ժամկետային զինծառայողներին եւ հրաժարվեց Հայաստանից զինվորներ ուղարկել Արցախ։ Եթե դուք հիշում եք, 21 թվականի մայիսին կարծեմ, մտավ կառավարություն ուղիղ եթեր եւ ասեց, որ ես դուրս եմ բերում հայկական զորքը Արցախից։ Մինչև այդ էլ ես մամուլով գրել էի ու շատ վախենում էի, որ հեսա որտեվ զորքի տեղաշարժ եւ այլն սրանք քրական ծանր բաներ են, էլի հոդվածներ են եւ ես կարծում եմ ես այնց պատասխանատվության կենթարկեն, որովհետեւ գիշերը միանգամից բերել էին մեր զինվորներին վաղաժամ ազատ արձակելով իրենց ծառայությունից բերել ու լցրել էին 3-րդ մասի հրապարակ, առաջին մասի հրապարակ ու ասել էին կանչեք ծնողներին թող տանեն ձեզ։ Ծնողները տարակուսել էին, ոնց իմ տողուն հələ այսքան ժամանակ կա ծառայի, պարզվեց մարդը պայմանավորվածություն է ունեցել Իլհամ Ալիևի հետ, գործընկերոջ կամ ավագ եղբոր հետ եւ որոշել է, որ զորքը հանում է։ Եթե զորքը դուրս բերեց, զինտեխնիկան դուրս բերեց, միանգամից հայտարարեց, որ անվտանգության երաշխիք չեմ, այսինքն իր երեխուն լքեց, ամեն ինչից բաց թողեց ու ասեց գնա անտերես, կամ ձուլվում ես, կամ չգիտեմ, դու ես որոշում, կամ էլ ճանաչում ես, որ քեզ դու գտնվում ես Ադրբեջանի կազմում, վերցնում ես իր պասպորտը ու սկսում ես ապրել քո սիրելի Ղարաբաղում։ Ինքը պայման դրեց, անուղղակի պայման դրեց։ Եվ այսքանից հետո այնքան լկտի լինեք, որ այսօր գոռալով, մատ թափ տալով, Արցախն էլ վարկաբեկեք, դու այ փթիրներ, դուք իսկի ձեր լրագրող ժամանակ մի օր չեք մնացել սոված, դուք ամեն ինչ արել եք, որ այդ բոլոր հնարավորություններից օգտվեք։ Դուք ո՞նց եք այսօր Արցախում վիրավորում կամ ահաբեկում կամ սպառնում, թե կգնաս այս անձնագիրը կվերցնես, որ կարողանաս երկրից դուրս գալ, թե չէ քեզ էլ գերի կվերցնեն։ Մի խոսքով, այս լկտիություններին կամ ես ուզում եմ սրան էլ անդրադառնամ Սյուզի, որ ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ինքը ասում է, որ չպետք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան, Ղարաբաղի ժողովրդին, Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում։ Նայեք, այս նույն խոսույթն է, ինչ որ ասում է Ադրբեջանը։ Ինչ հիմքով որ դատեցին, այսպես դատավճիռները կայացրեցին մեր քաղաքական վերնախավի, ռազմաքաղաքական վերնախավի։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածը իրենք այսպես կարմիր գծով գնում էր, որ այնտեղ բնավել ժողովուրդ չի եղել, ովքեր խաղաղ ուղղակի, ապրել են այնպես, ինչպես աշխարհի բոլոր անկյուններում մարդիկ ապրում, արարում, ստեղծում են իրենց հայրենիքում, այլ ինչ որ ահաբեկիչների խումբ է եղել, որոնց ուղղակի պահել են այնտեղ։ Նայեք, նույն բանը Հայաստանի ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից ասում է Հայաստանի ղեկավարը։ Ուրեմն ես որպես Արցախի հանրապետության քաղաքացի իմ կամքով 2000 արդեն գիտեն, շատերը գիտեն, որ ես 2007 թվականից եմ ապրում Արցախում եւ առաջին իսկ օրվանից իմ գրանցումը եղել է Արցախի հանրապետությունում, իմ անձնագիրը եղել է Արցախի հանրապետության, այն ժամանակ մենք ասում էինք քաղաքացիության, հիմա չգիտենք ինչպես դա ասել, հա։ Նույն իմ ընտանիքի բոլոր անդամները, իմ երեխաները անձնագիր ստացել են այնտեղ, փոքրերս ծնվել են Արցախում եւ ինձ որևէ մեկը այդ ամենալու համար չի պարտադրել։ Ես ապրել, աշխատել, արարել, կերտել եմ այնպես, ինչպես այնտեղ ցանկացած քաղաքացի։ Եվ մենք շատ ժամանակ երևի թե ես կարող եմ դա ասել, ես ունեմ այդ իրավունքը ասելու, որպես Երևանում ծնված, այնուհետև իր կյանքի շատ կարևորագույն հատվածը Արցախում ապրած մարդ։ Այսինքն ես այն մարդն եմ, ով եթե մենք այս խոսույթը կա այսօր Հայաստանում հայաստանցի արցախցի, ուրեմն ես հենց այդ իրենք են այդ ուրեմն ես հենց հայաստանցի գումարած արցախցին եմ։ Ես ընդունում եմ դա։ Ու դա ինձ համար պատիվ է։ Հա, ես այդպես սուպեր հայն եմ կամել։ Եվ դա ինձ համար պատիվ է իրականում։ Ես միշտ այդ օրինակը բերել եմ, երբ գալիս էի Երևան, միշտ այստեղ ասում էի դուք չեք պատկերացնում Արցախը, դուք չեք պատկերացնում կյանքը իրական ինչպիսին է։
վայր, որտեղ դու քո կյանքի տերն ես, վայր, որտեղ դու պլանավորում ես ոչ թե քո 1 ժամը, 2 ժամը, հաջորդ օրը, այլ դու կարող ես պլանավորել քո հանգստյան, ասենք ձմռանը պլանավորել ամառվա հանգիստը, պլանավորել քո երեխաների ապագան, եւ հենց այդ պլանավորումով էլ մենք 2019 թվականին որոշեցինք, որ պապական օջախ ենք կառուցելու, որտեղ մեր երեխաները, մեր սերունդները հետագայում պիտի ասեն, որ սա մեր, չգիտեմ, պապերի ստեղծած օջախն է։ Այսինքն դա մի հատված էր, իրականում դուք տուն եք ստեղծում, որ ձեր թոռները, թոռների ձագերը պիտի սերունդները պիտի ապրեն։ Այսինքն դուք չեք մտածել, որ կգա մի օր մի հատ Նիկոլ ու կասի, որ դու օկուպանտ ես։ Առավել եւս ես պատանդի կարգավիճակում չէի ու որևէ մեկը չէր պատանդ։ Ասում միշտ է եղել Ադրբեջանի կազմում, նույնիսկ նախկիններն են ճանաչել, բայց թաքցրել են ժողովրդից։ Սպասում էին ինքը գար, Ալիևն էր սպասում, դեսացեցված թեմա ինքը գար, որ այդ բաները բացահայտվեն։ Այդ մոտարապես են 1000 ներողություն, էլի sense մի հատ դեբիլոիդ բան կա, մտածողություն կա, չէ, որ ասում են նախկիները տվել էին, ուղղակի ասում են Նիկոլի գրպանը գցեցին։ Դերիվ այդ վիճակն է, էլի։ Նախկիները տվել էին, բայց Ալիևի քաշը չէր հերիքում տվածը տանը։ Ու մեկ էլ այսօր էր, չէ, նամակների բաժնում մի գնդապետ խնդրել էր կարծեմ իր կոչումը բարձրացնել։ Պատկերացնում եք մի երկիր, որը իր դարերի պատմության մեջ 30 տարի առաջ գրանցեց գլխավոր հաղթանակ ազատագրում, միշտ երկար ժամանակներ կորուստներ ունենալուց հետո առաջի անգամ ինքը հայրենիքի հատված ազատագրեց, այսինքն ամբողջ աշխարհը դիտարկում էր մեզ որպես փոքրիկ պետություն, այսպես քիչ փոքր բնակչությամբ, բայց հաղթանակած հայրենիք ազատագրած, այսինքն գաղափարի հետևից գնացող, ազգային արժեքները հասկացող, գնահատող ու դրա հետևից գնացող ու դրանով ապրող մի ժողովուրդ, ով առանց վարանելու այ Մերուժան Մոսյաններ ունենալով, որոնք իրենց կյանքը առանց վարանելու տվել են եւ մենք շատ ես հիշում եմ իմ պատանեկության տարիները, այնուհետեւ ավելի հասուն տարիքում, երբ ասում էին գեներալ է կամ գնդապետ է, անկախ մեզնից զգոն, այսպես զգաստանում էին, չճանաչալով, չիմանալով, զինվորական հագուստի հանդեպ հիմա սոցիալական ցանցում կարող ես դու նամակ գրել երկրի ղեկավարին ու դառնալ գեներալ։ Հիմա ես էլ այս եթերից կարող եմ խնդրել իրեն, ինձ էլ էլի թող գեներալի կոչում տա։ Բայց ես ինչով եմ պակաս այդ գեներալներից։ Հետո ինչ որ ես չեմ հագել այդ համազգեստը իր այն մի հատ կարե հեռատո ջոկատ կար, այդպես մազերս ֆենաց մազերով Գորիսի ասֆալտներին պարվում էին, նկարվում էին։ Հետո ինչ որ ես չեմ արել, թող ինձ էլ տան էլի, եթե պետք է ես էլ նամակ գրեմ օրինակ։ Չէ, դու պրոբլեմ ես, որովհետև իրանց համար պիտի կանխատեսել լինեն մարդիկ, որ ովքեր որ գեներալ են դառնում, հասկանում ես, որտեղ դու ազգային թեմաներից ես խոսում, դու պրոբլեմատիկ ես։ Ես մտածեցի ով նամակ գրի ինքը լայն սիրտ ունի, գեներալի կոչում կտա։ Չէ, բայց հետո մատա վրա թափ տալու արժեր, որ հետն էլ ասել է Լեռնային Ղարաբաղ չկա։ Տեսակատակ իհարկե։ Դու Ալենի ելույթը տեսար, որ ասեց ինչ Արցախ, ասես մի ասեք Արցախ։ Դուք ասում եք Արցախ, դե դրա համար մարդիկ ուզում են բասար գեչար ասեն, ուզում են գյոչա ասեն, չգիտեմ փոքր քուչուկ վեդի ասեն։ Բայց իրանից առաջ էլ էինք ասում Արցախ, Արցախի հանրապետություն, բայց իրանք չէին ասում Երևան ու չգիտեմ ինչ։ Դե լրագրողը շպրտեց էլի դեմքին, ասես լսի, ասես դու չէիր, ասես հիմա ինչ բռնելու եք դատեք մեզ որ Արցախի ֆոնին նկարվենք։ Ասես չէ, ինչի՞ պիտի դատենք, ասես բայց դու ինքդ էլ ես չէ գնացել նկարվել Աղդամի ֆոնին, ասում եմ բայց ես Աղդամ եմ ասել, ակնա չեմ ասել։ Ներողություն եմ խնդրում, ես սխալ եմ արել։ Հիշում եք, որ ներքին գործերի նախկին նախարար ոստիկանապետ էր կոչվում կարգավիճակի այն ժամանակ Վահե Ղազարյանն, ով Նիկոլի դասընկերն էր, թե իրենց Իջևանից էր, մի խոսքով մի անգամ Արցախ ասեց ամբիոնից, ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրեց, հետո երկրորդ անգամ ինքնաբերաբար Արցախ ասեց նորից ներողություն խնդրեց, այսինքն սրանց մոտ բան է, ասենք Ալիևի անունը տալուց կժպտան երևի լայն եւ չգիտեմ ինչ հաճույք կապրեն, բայց Արցախ բառից ընենց են սարսափում։ Ալենը ազգային ժողովի նախագահ լինելով հանդերձ լրագրողներն ասում Արցախ մի ասեք, որտեղից այդ տերմինը, այդ էս, դու ասում ես քաղաքականության մեջ ես, դու Արցախ ես ասում, դու ասա Ղարաբաղ։
Սյուզի ջան, որտեվ Հիվանդ, քաղաքական առումով Արցախի հարցը փակված չի, իրենք շատ լավ գիտեն։ Գիտեն իրենք, գիտի Դե ինքն էլ Ալիևը, ասում ա, գիտի թե ամբողջ փակվի աշխարհը։ Հիմա իրանց առջև կա այդ հանձնարարությունը, բայց ինչի համար իրանք պիտի ընտրվեն։ Ինչի հիմա իրանք պիտի ընտրվեն, Դե հիմա լավ, որպեսզի սահմանադրություն փոխեն, անկախության հռչակագիր հանեն, Արցախ թեման փակեն, Հայաստանի օկուպացված տարածքների մասին այլևս որևէ մեկը չխոսի, հա, որովհետև հստակ Ադրբեջանը մոտ 2 ամիս առաջ իր դիրքորոշումը այդ առումով հայտնեց, իր աջակցությունը հայտնեց, որ ամեն բան այո պիտի անեն, որ գոնե 1 տարի դեռևս այս մարտիկ մնան իշխանության։ 1 տարի հետո արդեն անկախ նրանից ով կլինի իշխանության, արդեն որևէ բան փոխել չի լինի։ Չնայած ես դրա հետ էլ համաձայն չեմ։ 1 տարի հետո սրանք չեն լինի, 2 տարի հետո, թե 5 օր հետո Դուք հավատում եք, որ վերադառնալու է թեման, այո, աշխարհը հիմա հայտնվել է ինքը իր լարած թակարդում, աշխարհը եւ Արցախը ցույց տվեց, որ նախադեպ եղավ դրա համար։ Արցախը նախադեպ եղավ այն առումով մի փոքր քաղաքական մաս, հա, հիմա մտցնենք, որ Արցախով զենքի ուժը կարծես լեգիտիմացվեց ու դարավ քաղաքական գործընթացի ինչ-որ մի մաս եւ ինքը դարձավ գերակա իրավունքի ուժին, բայց դա ինչ հետևանքներ բերեց, հա հիմա մենք տեսնում ենք այն պետությունը, որ պետության հետ որ խնդիր ունի կամ ուզում է հարց լուծել, ապա դիվանագիտության փոխարեն կամ հա ինքը զենքի ձայնն ենք լսում դիվանագիտության, հա այդ ձայնի փոխարեն մենք զենքի ձայնն ենք լսում եւ սա գնալով արդեն տարածվում է, նոր ստանդարտներ են, բայց երբ մենք հանդիպում ենք թիրախավորել երկրի ղեկավարին կամ գողանալ, իդեպ որը արեցին մեզ մոտ, այո, գողացան, առևանգեցին մեր եւ դա տեխնոլոգիան է, եւ տեսեք, երբ որ մենք հանդիպումներ ենք ունենում, հա, մեր միջազգային գործընկերների հետ, դրանք ոչ դիվանագիտական խողովակներով են բնականաբար, բայց բավականին լուրջ դերակատարների հետ, դրանք կլինեն падգամավորներ, դրանք միջազգային հարթակներում բավականին լուրջ դերակատարություն ունեցող թե մեր հայրենակիցները, թե հենց այդ երկրների ներկայացուցիչները, ապա ես ասեմ, ես չեմ հանդիպել որևէ մեկին, որը ասի, որ ոչ ես չունեմ իրավունք վերադառնալու իմ տուն։ Այսինքն ձեր բերանը չեն փակում, որևէ ոչ, ձեր աշխատանքային, ձեր դիվանագիտական շփումների, կոնտակտների ժամանակ ոչ ոք Նիկոլի նման մատապ չի տալիս ու չի ասում։ Հակառակը։ Մոռացի դու վերադարձի։ Հակառակը, մենք ուղղակի ամեն անգամ արձանագրում ենք մի ցավալի փաստ եւ ասեմ, որ դա հենց մեր միջազգային գործընկերներն են արձանագրել առաջի անգամ, նաեւ իրենց հանրային ելույթներում էլ են ասել, իրենց երկրներում էլ են իրենց ելույթների ժամանակ ասել, տարբեր հարթակներում են ասել, որ ցավոք սրտի այս հարցը լուծելի չէ, քանի այս ժամանակ այս փուլում, որովհետև Արցախի հարցը ընդհանրապես մեր իրավունքի հարցը փակում են Հայաստանի իշխանությունները։ Նույնիսկ երբ որ առաջարկ կա քննարկել, այ պարզ օրինակ Շվեյցարիայի օրինակը, երբ ֆորում պիտի կազմակերպի Շվեյցարիայի կառավարությունը Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների հանդիպման, հա, այստեղ կարիքը կա նաև իրավունքներից խոսելու Հայաստանի իշխանությունների, որպեսզի նաև Ադրբեջանի իշխանությունները, հա, տարբեր պատճառաբանություններով չհրաժարվեն, փաստում են մեր գործընկերները, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալիս նույնիսկ այդ թեմայի շուրջ քննարկում իրականացնել։ Ի վերջո չմոռանանք Մայրաթորի, այսպես մեր հոգևոր իշխանությունը Շվեյցարիայում, երբ խոսեց Արցախից, հրապարակային արշավը, գրոհը, եկեղեցու դեմ եւ ցուցադրաբար իր դեմարշը Արցախի թեմայով սկսվեց հենց եկեղեցու դեմ այդ արտահայտությունից հետո, երբ վեհապար հայրապետը ուղերձով դիմեց, որովհետև իրենք շատ լավ գիտակցում են, դրա համար տեսեք, նույն Ալենը, նույն մյուսը, երբ որ դու Արցախը ասում ես, իրենց մոտ դա իրենց ագավորկեն խախտում ես, այո, այդտեղ իր լինելիության, իր պաշտոնավարման, լափի, ապրելու, իր ամեն ինչի ագավորկեն խախտում դրա շուրջ է եւ տեսեք, որպեսզի մեր
ժողովուրդն էլ չտրվի դրան, հա, որ այո, ի վերջո, որտեղ վերջին ժամանակների հարցումները, սոցհարցումներ են ցույց են տալիս, որ ժողովուրդը գնալով հասկանում է, որ Արցախի կորուստը դա լուրջ խնդիր է Հայաստանի համար։ Շատ հետաքրքիր էին այդ սոցհարցումները, նույնիսկ այդպես պատասխանել էին, չէ, դրանից առաջ նաև Արար հիմնադրամի սոցհարցումները հետաքրքիր էր, որ հենց այն հատվածը, ով կողմ է այս իշխանությանը ու այս ղեկավարությանը, դիտարկում ուներ, որ Արցախի թեման չի կարելի փակել եւ Արցախը պետք է հետ բերել։ Ինքը դպրոցական երեխուն ոնց են սովորեցնում հոմանիշ եւ հականիշ։ Հիմա Նիկոլ եւ Արցախ բառերը սրանք հականիշ են։ Ինքը խաղաղության հետ էլ հոմանիշ չի։ Ինքը ձգտում է, փորձում է համոզել, մանիպուլացնել, բայց ասենց խաղաղություն չկա։ Խաղաղությունը համոզելով կամ ձգտելով կամ դիվանագիտությամբ, որ ինքը ունի այսօր, դա որ եթե ես չեմ, ապա պատերազմ։ Սա դե հասկանալի է, այդ անհեթեթությունը, մանավանդ ասենք քո դեմքով մարդիկ պիտի հասկանան, մեր հանրությունը պիտի հասկանա, ուղիղ եթերով դու տեսնում ես մարդիկ ոնց են բայց մեր հանրությունը բոլորը պիտի հասկանան, որ սա բռնաճնշում է։ Կներես, ես այս հարցում ունեմ մեղադրանքներ ընդդիմությանը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը անվարան մտնում է ուղիղ եթերով փողոցներ ու ցույց է տալիս եւ դեմարշը եւ իրեն սիրելը, դու ընդհանուր առմամբ հասկանում ես մի բան, մենք ժողովուրդը լավ էլ բարձր գիտակցություն ունի։ Ժողովուրդը ունի իր ոճը, բայց դու իր ոճը չես կարող ասել, վերցնես եւ օգտագործես, դու իրան հղկես։ Այսինքն ընդդիմությունը փողոցում թողած լիքը բան ունի, ռեսուրս ունի, անտերության մատնած ռեսուրս ունի, որին չի կարողանում վերցնի եւ իրան դարձնի հնարավորություն, այսպես ասեմ, դա չի գեներացնում։ Փոքր ցավոտ թեմա է, կամ առաջնորդի խնդիր կա, այսինքն այդ մարդու ճաշակը չեն ոչ մեկ, ինքը չունի վստահություն, կամ մենք չենք կարողանում աշխատել այդ մարդկանց հետ։ Չեմ կարծում առաջնորդի խնդիր է, որովհետև առաջնորդի խնդիր ես կարծում եմ, որ հակառակը կա քաղաքական դաշտում,